Ես չեմ ասում, որ ես ֆիզիկայի օրենքներ եմ խախտել։ Այսօր մի փոքր Չեք էլ կարող։ Չեք էլ կարող ֆիզիկայի օրենքները խախտել, շրջանցել։ Շրջանցել շատ հեշտ է։ Ֆիզիկայի օրենքները, եթե շատ խելացի մտածես, կարելի է խախտել։ Հիմա այն ինչ որ ես ունեմ, իմ ձեռքի տակ, այն ինչ որ ուզում եմ ժողովրդի համար ներդնեմ, թող ֆիզիկները գան տեսնեն, բոլոր տեսակ չափ ու ձև անեն։ Ես չեմ հրաժարվում ցուցադրելուց։ Թող գան ստեն պրիբորները միացնեն, ինչքան ենք ծախսում հոսանք, ինչքան հոսանք ենք ստանում։ Թող գան տեսնեն։ Ես վերջերս ցույց տվեցի, որ 12 լամպ է վառվում, մի փոքր մոտորի շնորհիվ ջղայնացրեցին իրենց կոմետների մեջ, հիմա դարձել եմ դա 24 լամպ։ Որ ցույց տամ, տեսեք, ինչ տարբերություն։ Ցույց եմ տալիս, որ այդ 24 լամպն էլ եմ վերացնում, ցույց եմ տալիս ինքը, որ ինքնուրույն աշխատում է, բայց միևնույն է, պետք է գրեն։ Հայերի մասին չեմ ասում, հայերը մի քիչ գիտեք, մեր ժողովուրդը մի քիչ շատ վատ բնավորություն ունի, կներեք, թող ժողովրդի ինձների որ ասում եմ։ Եթե ժողովրդի մի բան ցույց տաս, տգետ, հիմար հայ է, այսինքն գրագետ հայ է, ցույց տաս, ինքը արդեն սկսում է դառնալ գրագետ այդ վարքյանից, ու սկսում է քեզ ուղղություններ ցույց տալ։ Քեզ մը ուղղորդել թե դու ինչ անես, որ իմ համար ներվերս կայքավեմ, դրա համար ոչ մեկի հետ կապ չունեմ։ Ով գիտագից է, գալիս է, բացատրում եմ, ինքը հասկանում է, կա գոյություն ունի չափանիշ։ Այն ինչ որ ձեր կյանքի փորձի ընթացքում գործունեության արդյունքում ստեղծել եք, պահեք ձեզ, միայն ձեզ կամ ձեր զավակներին։ Պիտի ինչ որ մի պահից կիսեք, որովհետև բոլոր գյուտարարներն էլ ինչ որ մի պահից իրենց ստեղծածը կիսել են մարդկության հետ լայն իմաստով։ Ես այդ գյուտը ստեղծել եմ հայ ազգի համար, որովհետև ինքը ոչ մեկից կախման մեջ չմնա։ Այսինքն ոչ հոսանքի տեսակետից եւ ոչ գազի տեսակետից, մենք կարող ենք անսահմանափակ հոսանք արտադրել, որը մեր հայ ազգին կբավարարի, այսինքն էժան հոսանք, որը որ մարդիկ կարիք չունեն գազին թանկ վճարում կատարել, կամ ասենք, չգիտեմ, բոլոր հնարավորությունները կունենա, ջեռուսման հնարավորությունները, ամեն ինչին, մենք կարող ենք բավարարել մեծ քանակությամբ հոսանք։ Եվ ես դրա համար եմ ստեղծել, ես դրա համար եմ 5 տարի գնում գալիս չարշարում եմ։ Ինչն է ձեզ ուժ տալիս այս կյանքում, գուցե թորները, գուցե զավակները, գուցե մեծ սերը, ով է ձեզ հավատում, ասում են ամեն հաջողակ տղամարդու թիկունքում կին է կանգնած, ձեր թիկունքում կողքեր ովքեր են կանգնած։ Իմ թիկունքում կանգնած են իմ հարազատները, այսինքն հարազատ ասելով ընտանիքը։ Ես ուրախանում եմ իմ թորնիկներով, իմ հրաշքներով։ Ամեն օր զանգարում եմ, իրանք են զանգարում, պապի ուրես, կնոջս հետ ամեն օր խոսում եմ, երկու անգամ հենց աշկերս բացում եմ, քանի որ 12 ժամվա տարբերություն է, հենց աշկերս բացում եմ, ամիջապես իրեն եմ զանգարում։ 18 տարեկան լինեի 20, ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, որ կարող է նաև պիտանի լինել այսօրվա երիտասարդներին, նաև մեզ։ Ասեմ, եթե ես նեի 18 տարեկան, անպայման նորից կսովորեի, կավարտեի։ Ինչ ուղղությամբ։ Ամեն մարդ պետք է սիրի այդ ուղղությունը։ Ես 13 տարեկանից մեխանիկայի մեջ եմ։ 12-13 տարեկանից։ Մոտոցիկլետներ էի քանդում, հավաքում, սպորտով էի պարապում, նստումներին էի մասնակցում։ Մարդը կա բժշկությունից, մարդ կա աջունից է վախենում, պետք են կորոշի ընտրի, բայց որ սովորելը պարդատիր էր և լավ սովորել, ոչ թե իմիջալոց։ Այնպես սովորել, որ ուղեղի մեջ մնա մինչև իրան խորցերություն իրեն սովորվածը, որ չմոռանա։ Քիչ սովորելը ձեր դեպքում ձեզ այդ պակասությունը զգացել է կյանքի ընթացքում։ Այո, զգացել եմ, հիմա էլ եմ զգում։ Մարդ պետք է
միայն Լենինը երևի դա իրան խոսքերն է սովորել այո Լենինը այդ մի խոսքը որ բանալը սովորել բայց այս տաղավարում այդ խոսքերը շատ են հնչում իդեպ չէ ես չեմ հավատում որ դա ինքն ասէ բայց իրան անունից ենք մենք լսել Նասոր սովորելը պետք է երիտասարդներին ոչ թե խորհուրդ եմ տալիս խնդրում եմ սովորեք Պարոն Պետրոսյան, հիմա կա հասկացություն աշխարհում lifelong learning-ը, lifelong learner-ը։ Դուք նաև որ ստեղծում եք, դուք հիմա էլ հնարավորություն եք։ Այսօր աշխարհում ամեն րոպե, ամեն վայրկյան բոլորս ամեն ինչ կարող ենք սովորել, դառն է այդպեսին։ Դուք հիմա սովորում եք, թե ոչ։ Ես վերջից 25 տարվա ընթացքում երևի սուտ չասեմ այնքան մեխանիկան կարտացե Երևի հավասար էր դա մի 5 անգամ ավելի կրթություն ստանալու կարդում էի չէի կարողանում գտնել մի ծայր որ բռնեւ այդ ծայրով շարունակեի իմ նորարարության համար սա նույնն է բոլորը նախադասությունները բարեր դիսերտացիա գրողներին կարդացել են պրոֆեսորին համարյա բոլորը նույնն են գրում Դամարել ինչ սովորեմ Ձեր սխալների վրա եք սովորել, գործում եք սովորել հարսել արդյունքի, փորձում գործնականի մեջ Այո, ես որ ինչի հասա, դա իմ քրդաջան աշխատանքներ եւ իմ ուղեղի վստահությունը, որ ես պետք է հասնեմ Հավատը նաեւ ձեր ուժերի նկատմամբ Երևի հավատքը շատ ունեի որովհետեւ մի բանաձև կար ամերիկյան բանով եմ ասում այդ բանաձևը ինչի հավասար ուժը քաշող ուժը ոնց է ստեղծվում եւ բանաձևը ինչի հավասար ձիաուժը բանաձևները որ կարդում ես ու փորձարկում ես մաթեմատիկական հաշվարկներով երբ որ անում ես իմ մոտ ստացվում էր բայց ֆիզիկապես չէր ստացվում It's on my հաշվարկում բայց ես միշտ ասում եմ ոնց սախերը թվաբանությունը չի փոխվում մաթեմատիկան չի փոխվում ստացվում է գալիս է նորմալ դիաուժեն կասնում 5 կիլովատի բայց պաստորը չէր ստացվում այս է ինձ ստիպում որ շատ աշխատեմ ավելի խորը մտածեմ պատճառները գտնեմ չստացվելու ինչու չի ստացվում Եվ գտակ Այո, եւ ես դրանով հբարտանում եմ։ Դա բանի մասին ես չեմ կարող խոսել, ու չեմ սիրում իմ մասին խոսել։ Ձեր կենսագրությունն էլ ոչ միտեղ չգտա։ Ես իմ գործերի մասին, իմ կենսագրության մասին ոչ միտեղ չեկել գտնի։ Դեռ չեմ սիրում դա։ 92 թվականին ես Երևանում է եւ մեծ օգնություն ցույց տվեցի Երևանու շրջանի զոհված եւ վիավոր ազատամարտիկների ընտանիքներին։ Մի անգամ տելևիզորով ցույց տվեցին, ես գնացի խնդրեցի որ այլ ցույց տան։ Ինչու՞։ Դա ես չեմ սիրում։ Գիտեք ոնց է, մի բան անում ես, դու դառնում ես քո հոգու պարտն ես կատարում։ Քո մարդկային պարտն ես կատարում, ոչ թե ինչ-որ ցույց տասը դու օգնություն ես տվել, դա սխալ է, արել ես լավ ես արել, չանեիր, հետ արել ես էլ ինչ ես, անտատ, բացահայտում, բացատրում, որ քեզ տեսնեն, ես չեմ սիրում դες բան։